Ողջույն բոլորին, զարգացնող խաղերի unboxing։ Ես Լուսին եմ, լոգոպեդ, Մոնտեսորի մանկաբույժ։ Մենք հիմա գտնվում ենք իմ աշխատասենյակում, որտեղ ես աշխատում եմ երեխաների հետ, ովքեր ունեն խոսքի զարգացման հապաղում։ Դուք ինձ կարող եք նաև Instagram-ում հետևել, որտեղ ես ավելի ակտիվ եմ։ Այնտեղ ունեմ հատուկ խաղերի ալիք, որտեղ ավելի շատ զարգացնող խաղեր կգտնեք։ Instagram-ում ես կիսվում եմ առօրյա սթորիներով, վլոգներ եմ նկարում, նաև ցույց եմ տալիս իմ աշխատանքից հատվածներ։ Իսկ հիմա անցնենք unboxing-ին։ Սկսենք սրանից։ Գիտեք, Instagram-ում ինձ շատ են հարցնում, թե որ խաղալիքը արժի գնել, որպեսզի երեխան սկսի խոսել։ Այդպիսի խաղալիք, պարագա գոյություն չունի, որ դուք գնեք, տաք երեխային եւ երեխան սկսի ինքնուրույն խոսել։ Հենց բան չկա։ Կարևորը թե դուք ինչպես եք աշխատում երեխայի հետ, ինչպես եք հաղորդակցվում, ինչ կանոններ ունեք տանը։ Այս ամբողջը sense մի հատ առանձին թեմա է, բայց հատուկ այդպիսի պարագա գոյություն չունի։ Դուք կարող եք վերցնել, գտալ եւ կաթսափոքրիկ եւ զարգացնեք իր խոսքը։ Եվ դուք կարող եք գնել աշխարհի ամենաթանկարժեք, գեղեցիկ, գրավիչ խաղալիքը, բայց դա ձեզ ոչ մի արդյունավետություն չտա։ Տեսեք, սրանք գունավոր տնակներ են, որոնց վրա գրված են թվեր։ Միանգամից հասկանում ենք, որ այս պարագայի օգնությամբ մենք կարող ենք սովորեցնել գույները, կարող ենք սովորեցնել թվերը, տուն, բացի, փակի, ուսեք ինչ լավն է։ Գործին դիր տան մեջ, գործին դիր տան կողքը, տարբեր կենդանիներ են։ Այսինքն մենք կարող ենք նաև սովորեցնել կենդանիների անվանումները, բացի սրանից կենդանիների արձակող ձայները, ասեմ, որ մենք լոգոպեդները սկսում ենք աշխատանքը հենց այդտեղից։ Եթե երեխան ոչ մի բառ չունի, մենք սկսում ենք հենց կենդանիների արձակող ձայներից։ Եվ այո, պետք չի զարմանալ, դրանք եւս համարվում են բառեր, քանի որ ունեն հատուկ իմաստներ։ Եթե հնչյունախումբը ունի իմաստ, դա արդեն բառ է, մուն իմաստ ունի, քանի որ մուն կովի արձակած ձայնն է։ Մենք նաև այս խաղի միջոցով կարող ենք համադրություն անել, գունային համադրություն, օրինակ, գործին, որ տնակի մեջ կդնես, կան երեխաներ, ովքեր կշփոթեն։ Մեր աշխատանքը հենց այնպես անել, որպեսզի երեխան նույնը նույնի մեջ դնի։ Ինչ շատ է դեռ դուր գալիս, կարելի է չփակել տանիքը եւ այսպես աշտարակ։ Կարելի է խաղալ։ Հիշում ես, որ գույնի տնակի մեջ մենք թաքցրեցինք բադիկին։ Այո, դեղին։ Դուք արդեն ձեր ֆանտազիայով պետք է գտնեք, թե ինչպես խաղալ։ Ասեմ, որ շատ որակյալ են, որովհետև հաստ են եւ սրանք էլ բավականին Եվս մեկ խաղի տեսակ։ Խնդրեմ, սյուժետադերային խաղեր կարող եք խաղալ։ Մի խոսքով շատ հավանեցի, շատ գոհ եմ իմ գնումից եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս։ Հաջորդը այս խաղն է, որը բոլորի ծանոթ է։ Ես ունեի մի շարքով եւ 4 հատանոցը, սա ավելի բարդ տարբերակն է եւ ավելի գրավիչ տարբերակն է, քանի որ անիվների վրա եւ կարելի է այսպես իրենք հաշել։ Գալիս եք ինչ-որ մի տեղ, այդտեղ բեռնաթափում եք, գնում, պտտվում, գալիս եք, բեռները հետ եք գնում եւ էլի գնում եք, այսինքն այդ նույն խաղն է, բայց ավելի հետաքրքիր դարձավ երեխայի համար։ Սա ուշադրությունը զարգացնող, հիշողությունը զարգացնող խաղ է, նաեւ տարածության մեջ կողմնորոշման։ Սա ձեր դաշտն է, սա երեխայի դաշտն է։ Դուք կարող եք եւ դեմ դիմաց նստել, կարող եք եւ կողք նստել։ Այստեղից ընտրում եք մի քարտ, դնում մեջտեղում, երկու կողմն էլ նույն պատկերն է։ Դնում եք այստեղ, իհարկե սրանք հանած, եւ դուք էլ երեխան էլ պետք է գրգռեք, ինչ է նկարված։ Ով առաջինը վերջացրեց, նա կհաղթի։ Ինչու եմ ասում հիշողության խաղ է, որովհետեւ կարող եք առանց այս քարտի խաղալ,
հանում եք ձեր քարերը, մասնագետը շարում է, երեխան ուշադիր նայում է շարվածքին և մասնագետը փակում է, իհարկե ձեռքով չէ, այսպես, երեխան հիշողությամբ պետք է դնի, պարտադիր չի ամբողջը դնել, կարող եք այսպես դնել, ահա, և երեխան սա պետք է կրկնի, հեշտից կարող եք սկսել և աստիճանաբար բարդացնել, նույնը երեխան կանի, դուք փորձեք կրկնել, ասեմ, որ այդքան էլ հեշտ չէ, հաջորդը, պետք է անպայման քարտերի վերածել, ծառերը առանձին երեխան կդնի, մրգերը առանձին, բանջարները առանձին, նաև այստեղ կան ծառեր իրենց պտուղներով, երեխան օրինակ պետք է գտնի խնձորը և դնի խնձորենու կողքը, սրանք թվեր են, երեխան նայում է վերևում և նույնությամբ կավիճով այստեղ գրում է, սովորում ենք գրել թվերը, սա ևս թվերի խաղ է, այսպես շարում ենք և դնում դարակի վրա, այստեղ ման կգցնեք, մանե կրոպա, այս հատվածում, երեխան վերցնում է դարակից և սա, ընտրում է այստեղից թիվը, ես ընտրեցի 5-ը, դնում եմ այստեղ, հիշում եք, որ այստեղ մանկա էր լցրած, և երեխան այս հայտիկի օգնությամբ գրում է, ես ծախիկ եմ, գրում է 5 մանկայի վրա, կարող է նաև մատով գրել, դնում է տեղը, սա որ այսպես անեք մանկան կհարթվի և դնում եք մեկ ուրիշ թիվ, այս երկուսն էլ տրինաժորներ են, որոնք Մոնտեսորի ոճով են ստեղծված, Մոնտեսորի պարագաչ են, ստեղծված են Մոնտեսորի ոճով և ես խորհուրդ եմ տալիս, եթե ձեր երեխան արդեն քանակ հասկացությունը գիտի, հետաքրքրվում է թվերով, ապա այս երկու տրինաժորը նրան կօգնի, որպեսզի սովորի գրել։